Մենք իրատեսական պետք է լինենք եւ այսօր իրատեսական լինելը նշանակում է պայքարել միջազգային կառույցներում վերադարձի իրավունք արձանագրելու համար։ Ես սա եմ տեսնում։ Եթե մենք մնում ենք նույն իրավիճակում, ինչպիսին կա այսօր Հայաստանում, իհարկե որևէ հույս թե մենք որևէ ացանում, որևէ հաջողության կարող ենք հասնել, չպետք է ունենանք։ Հիմա պետք է Հայաստանը փոխվի։ Բայց իրատեսականը վերադարձի իրավունքի արձանագրումն է։ Փաշինյանը նույն նժարի վրա է դրել այսպես կոչված 300,000, հիմա արդեն ասում են 500,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, արցախցիների Արցախ պայմանական վերադարձի հետ։ Սրանք նույն հարթության վրայի հարցեր են իսկապես, այսինքն մեկը պայմանավորված է մյուսով։ Հանրապես իրար հետ կապ չունեցող հարցեր են, այդ դեպքում մենք էլ պիտի խոսենք 300,000 Բաքվում ապրող, Սումգայիթում, Կերաբադում ապրող հայերի մասին։ Ույս եթե այն թեման ուղիղ կապ ունի մյուս թեմայի հետ։ Սրանք իրար են չզուգացնում։ Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որտեղ Արցախը, այսպես ասենք, ինքը ուներ եւ սովետի ժամանակ կարգավիճակ եւ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբունքների շրջանակներում։ Լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունը ուղղակի կոռեկտ չի։ Բայց ես կուզեմ վերադառնամ հետևյալին, նայեք, մենք որևէ հույս, որևէ հաջողություն չենք կարող ունենալ, եթե մենք որդեգրել ենք այս քաղաքականություն։